Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Խաղաղություն է լինելու, պատերազմ չի լինելու, շարունակում է վստահեցնել իշխանությունը, մինչդեռ թշնամին այս գիշեր դարձյալ կրակել է Սյունիքի Խոզնավար համայնքի ուղղությամբ։ Վնասվել է բնակելի տան, սանհանգույցը խոցվել է ընտանի կենդանի։ Պաշտպանության նախարարությունը Բաքվին կոչ է անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Լուսնի վրա չենք ապրում, մեր տների վրա կրակում են, պարզա որ կա էսկալացիայի վտանգ, երբ որ կրակում են մեր տների վրա, բայց ես կրկնում եմ, մենք ամեն բան անելու ենք, որպեսզի էսկալացիայի վտանգը հավասարեցվի 0-ի եւ կնքվի խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որը արդեն համաձայնեցվել է։ Եթե ձեր հարցն է, ես բացառում եմ արդյոք այն հավանականությունը, որ Փաշինյանը պայմանավորված լինի Ադրբեջանի հետ այս կամ այն մակարդակի էսկալացիա իրականացնել, որպեսզի դրանով վախեցնի հայ ժողովրդին, վարկյան անգամ չեմ բացառում, դա լրիվ իր ոճի մեջ է։ Ինքը մի անգամ արդեն Ալիևին խնդրել է ներքաղաքական խնդիրները կարգավորելու համար իր նվազեցնել սահմանային լարվածությունը, դրա արդյունքում Փառք Աստծո էլի հայ զինվորի կյանքը խնայվել, բայց ակնհայտ է, որ այդ ժամանակ հենց այդ ժամանակա Փաշինյանը խոստումներ տվել։ Ես վերելակային եւ այլ ընտրամաբանությունների սիրահար չեմ, դավադրապաշտական տեսությունների չբացառելով դրանք, բայց ես դրանց սիրահար չեմ, բայց ակնհայտ պարզ տրամաբանություն է, եթե 18 թվականին ինքը Ալիևին ինչ որ բան է խնդրել, այդ խնդրանքը կատարվել է։ Դրա դիմաց ինչ որ առնվազն խոստում է, չէ՞ եղել, պարզ տրամաբանություն է։ Դե հո գեղեցիկ գլխարկի խաթեր չի արել։ Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Որևէ մեկի անձնական կյանքը որևէ մեկի գործը չէ, բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ եկեղեցի հոգևոր եւ բարոյական արժեքներ։ Վարչապետի այսօրվա սոցցանցային գրառումներից մեկն է, դրան նախորդել է հայոյախառն տեքստ։ Ամեն ինչ սկսվել է կառավարության նիստում, երբ Փաշինյանը եկեղեցիները չուլանացված է որակել։ Իշխող խմբակցության քարտուղարը արտառոց ոչինչ չի տեսնում, վստահեցնում է, որ ինքը եւս նույնպես կարտահայտվեր։ Իսկ ընդդիմադիր պատգամավորները կատարվածին իրավական գնահատական են պահանջում։ Բոլորի դիմակը պատրելու ենք, բոլոր այդ սրբապիղծների, որոնք թաքնվել են սքեմի տակ, այս 7 տարի է, ամենավերջին բառամթերքով, ամենալկտի պահվածքով, կրոնի եւ սրբության հետ կապ չունեցող վարքագծով, թիրախավորում են Հայաստանի Հանրապետության պետականությունն ու հայ ժողովրդին, մենք այդ բոլոր սրբապիղծների դիմակը հերթով պատրելու ենք։ Անուն առ անուն։ Եվ եթե ձեր հարցի մեջ կար կոնտեքստ, որ անձնավորում եք, թիրախավորում եք, այո, անուն առ անուն թիրախավորելու ենք, անձնավորելու ենք եւ պատրելու ենք այդ սրբապիղծների դիմակը։ Եվ ես նորից եմ կրկնում։ Եթե կան որոշ շրջանակներ, որոնց համար սրբապիղծ կյանքով ապրելը նորմալ է, իսկ դրա մասին խոսելը նորմալ չի, ես նրանց հաջողություն եմ մաղթում իրենց հետագա կյանքում։ Մենք խոսելու ենք բոլոր երևույթներից եւ խոսելու ենք մեր ժողովրդի հետ։ Այդ գրառումը անարգալից լինելով ուղղակի պարզ խուլիգանություն էր։ Նման ոճի գրառում երկրի ղեկավար չի կարող իրեն թույլ տալ։ Կրթող եւ կրթվող մարդը չի կարող իջնել զազրախոսության, խոհանոցային բամբասանքի այդ մակարդակին։ Առնվազն իր քաղաքական ուժը, իր կուսակիցները պետք է նման վարքագիծը քննարկման առարկա դարձնեն, առնվազն։ Եվ դրանից բացի իրավապահ մարմինները, որոնք շատ ավելի մեղմ գրառումների հետևից գնում են, քրեական գործեր են հարուցում եւ մարդկանց նույնիսկ ազատությունից են զրկում, նաեւ նրանք անելու բան ունեն, ինչպես նաեւ մեր հայրենակիցները, որոնք փողոցում կամ քվեատուփի առջև որոշում կայացնելիս նաև սա պետք է հիշել։
Սյունյաց թեմի առաջնորդի խոսքով երկրի ղեկավարի բառապաշարը նսեմացնում է սրբությունը, խաթարում պետություն եկեղեցի փոխադարձ հարգանքը։ Գուգարած թեմի առաջնորդն էլ կատարվածը խայտառակություն է որակել։ Փաշինյանի ու նրա կնոջ գրառումները մեծ ռեզոնանս են առաջացրել ոչ միայն հոգևորականների շրջանում։ Իր տեսակետն է հայտնել նաև վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը։ Մի քանի ուղղություններով աշխատանք է դրանով տարվում։ Առաջինը, որ բոլոր սրբազաններին ժողովուրդը կասկածի, որտեղ չի ասվում, չէ, որ սրբազանի մասին է խոսքը գնում, հետեւաբար բոլոր սրբազաններին ժողովուրդը կասկածի, որ այ կարող է այս սրբազանին նկատի ուներ, թե այն մի սրբազանին, թե չգիտեմ այն մի։ Իմ ենթադրությամբ սա ինչ որ մի բամբասանք, հա։ Մի ինչ որ բամբասանք, որը վարչապետը գրում է, օգտագործում է ամբողջ հայ-առաքելական Սուրբ եկեղեցին վարկաբեկելու համար, պետական այս ազգային ինստիտուտը փչացնելու համար։ Ինչու է նա դա անում։ Որովհետև Ադրբեջանից Իլհամ Ալիևի կողմից հստակ կա հրահանգ դենացիֆիկացիա անցկացնել Հայաստանի Հանրապետությունում, որը Նիկոլ Փաշինյանը եւ նրա գլխավորությամբ իր թիմը ամբողջ ուժով իրականացնում են, ինչ ասա նշանակում քանդել, փչացնել, պրծել Հայաստանի Հանրապետության այս պետականության մեր ժողովրդի գոնե վերջին 200 տարվա ինքնության հիմքում ընկած, ձևավորման հիմքում ընկած բոլոր արժեքային համակարգերը։ Սա էլ քաղաքացիների կարծիքն է վարչապետի հայախառն գրառման մասին։ Գլուխը պատա տալիս Նիկոլ Փաշինյանը կներեք։ Նիկոլ Փաշինյանը գելա իր հետևից։ Ոնց կարելի է եկեղեցում կամ դե բաներ ասի։ Չեմ անում, ես համաձայն չեմ իր հետ։ Ես ընդհանրապես չեմ հարգում այն մարդուն, որ ոչ միայն եկեղեցու, այլ ընդհանրապես հայհոյանքով է խոսում։ Դա տղամարդուն հարիր չէ։ Իսկ Փաշինյանն այդ ընթացքում Շիրակի մարզում էր։ Նա այցելել է Գյումրիի մանկապարտեզներից մեկը ու շփվել երեխաների հետ։ Որ կակատան չես լացի է, խոստանում ես, դարի պայմանավորենք, որ չես լացի։ Էլ չես լացի, չէ, որ տես իչքան կակա եմ բերի կեզ համար, բալացելու բանաս, այդ բոլորը քեզ եմ տալու, եթե խոստանում ես, որ չես լացելու, դե նստի, ես քեզ, սիծեղո, չու, ես քեզ, Հիվանդանոցում նախօրեին մահացած 1.5 տարեկան երեխայի հարազատները բռնության են ենթարկել բժշկուհուն, որին մեղադրում են երեխայի մահվան մեջ։ Շամշյանը հայտնում է, որ երեխայի ընտանիքի անդամները մի քանի հոգով հարձակվել են բժշկուհու վրա, մազերից քաշել եւ գցել հատակին։ Առողջապահության նախարարությունը անընդունելի է համարում բուժաշխատողի հանդեպ բռնությունը։ Մոնտենեգրոյում 19-ամյա սերբ զբոսաշրջիկը խուճապային տագնապի ժամանակ հանել ու դեն է նետել պարաշուտը եւ 50 մետր բարձրությունից ընկել ու մահացել է։ Թայլանդի կենդանաբանական այգում վագրը հարձակվել է զբոսաշրջիկի վրա։ Նա փորձում էր սելֆի անել գիշատիչի հետ։ Չինացի պարապլանիստ Պենգ Յուձյանը ողջ է մնացել ավելի քան 8000 մետր բարձրության վրա չնախատեսված թռիչքից հետո։ Ուսումնամարզական թռիչքի ժամանակ օդի ուժգին հոսքը նրան հանկարծակի վեր է բարձրացրել եւ չինացին հայտնվել է այնպիսի բարձրության վրա, որտեղ ջերմաստիճանը հասել է -40-ի, սակայն տղամարդը կարողացել է պահպանել պարապլանի կառավարումն ու ապահով վայրեջք կատարել։ Աֆղանստանի և Պակիստանի միջև զինված բախումները վերսկսվել են Հիլմենդ նահանգի Բահրամչա սահմանային վիճելի տարածքում։ Պակիստանի հրետանին հարվածներ է հասցրել թալիբների դիրքերին այն բանից հետո, երբ գրոհայինները կրակ են բացել։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է առաջին հանրապետության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձը բուռն քննարկումներ է առաջացրել նաև ՔՊԱ-ական շերտերում։ Այն ոչ միայն քննադատել են, այլև վտանգավոր զարգացումներ կանխատեսել, մասնավորապես հայրենիքի մասին հատվածից մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի, այլևս հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը գտնված իդեմս Հայաստանի, իդեմս պետության։ 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու պետական
իրականությունը գիտակցելու եւ հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել։ Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ։ ԿՊԱ-ականները մասնավոր զրույցներում չեն բացառում, որ վաղը Էրդողանն ու Ալիևը կարող են ասել, որ հայրենիքը սխալ տարածքում ես գտել։ Դա ոչ թե ներկայիս 29743 քառակուսի կիլոմետրն է, այլ 10 կամ 15000-ը, հետևաբար պետք է կրկին վերագտնել իրական հայրենիքը։ Եվ կկրկնվի, եկեք պայմանավորվենք, որ ինչ է լինի, մեզ պարտված չենք ճանաչի պատմությունը։ Ժողովուրդը գրում է 3 ԱԺ-ում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավորների 4 ժամ տևած դռնփակ հանդիպումը բավականին թեժ է եղել։ Շուրջ 40 պատգամավոր է գրանցվել նախարար Պապիկյանին ու ՔՊ խմբակցության պատգամավոր, մականունավոր մեդիադաշտում շիշ բռնող անով հայտնի Հայկ Սարգսյանին հարցեր ուղղելու համար։ Նրանք ներկայացրել են մի սկանդալային նախագիծ, ըստ որի գումար մուծելու դեպքում Հայաստանի քաղաքացին կարող է կրճատել իր զինվորական ծառայության ժամկետը կամ ընդհանրապես չծառայել։ 3 ԿՊԱ-ականները կարելի է ասել հարցակվել են Սուրեն Պապիկյանի եւ Հայկ Սարգսյանի վրա, պահանջելով չեղարկել նախագիծը, քանի որ այն իրականում խտրական վերաբերմունք է պարունակում հանրության աղքատ խավի համար։ Իսկ Հայկ Սարգսյանն անդրդվելի է մնացել, ԿՊԱ-ականների գրեթե բոլոր հարցերին նա պատասխանել է, թե շատ լավ նախագիծ է ու ինքը չի պատրաստվում նախագիծը հետ կանչել։ ԿՊԱ-ականները նեղն են գցել նաեւ Պապիկյանին, հայտարարելով, որ իրենց համար անհասկանալի է, թե նման անմշակ նախագիծն ինչպես կարող էին հավանություն տալ Պաշտպանության նախարարությունում։ Իհարկե Պապիկյանն ու Սարգսյանը բացատրել են, որ եթե գումար վճարեն, իրենք այդ վճարողներին կվերցնեն որպես պայմանագրային զինծառայողներ։ Ու արդեն հավասարություն կլինի, բայց ԿՊԱ-ականները պնդել են, որ սոցիալական անարդարություն է լինելու։ 4 ժամ տևողության փակ քննարկումն էլ արդյունք չի տվել։ Եթե նախագիծը առանց փոփոխության բերվի, ԿՊ-ն պատրաստվում է դեմ քվեարկել դրան։ Չինաստանում բեռնատար է պայթել, այն հրավառության համար ճայթուկներ էր տեղափոխում։ Տուժածներ չկան, այրվել է 2 մեքենա։ Չինաստանում ռոբոտների միջև տեղի է ունեցել առաջին մենամարտը, մեքենաները մենամարտել են UFC դասական ոճով 2 րոպե տևողությամբ 3 ռաունդ։ Հաղթող է ճանաչվել Սևերի թիմի ներկայացուցիչ Ցյաո Հեյը։ Ոստիկանները գերմանացու տանայգում հայտնաբերել են 12 անակոնդա, 4 վիշապոց, 2 կոբրա, հսկայական պիթոն և կոկորթիլոս, վտանգավոր սողունդներն առգրավվել են։ Բրազիլիացի միանձնուհիները զարմացրել են իրենց ունակություններով։ Կաթոլիկ հեռուստաալիքով հեռարձակված կադրերում միանձնուհիներից մեկը պարում է, մյուսը ցուցադրում բիթբոքսինգի հմտությունները, տեսանյութը վիրուսային է դարձել համացանցում։ Եղանակ առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև, որոշ հատվածներում հնարավոր է կարկուտ։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը ու բաժանորդագրվում։